Հիսուսը որ գալիս է, Հիսուսը լավ է, որ ամեն ինչ լավ է։ Լույսերը գեղեցիկ, բեմը գեղեցիկ, բայց Հիսուսը քո համար է գալիս։ Դու ես գեղեցկություն արքայության։ Դու ես այն գանձը, որ ինքը երկար ժամանակ փնտրում էր։ Ոչ թե ինքն է այն գանձը, որ դու երկար ժամանակ փնտրել ես ու իրան գտել ես, ինքն է մեզ գտել։ Դու ես այն գանձը, որ ինքը երկար փնտրել է ու մի օր գտավ, ու ինչ որ ուներ տվեց, որ քեզ ունենա, հայրը իր միածին որդուն, Հիսուսը իր կյանքը, ու դու թանկարժեք ես իր համար։ Դու թանկարժեք ես։ Դու թանկարժեք ես ոչ թե նրա համար, որ դու ինչ-որ բան անում ես կամ չես անում։ Դու թանկարժեք ես, որովհետև քո համար թանկ գին է վճարված։ Դու ես այդ գանձը։ Այ դրա համար է Հիսուսը գալիս, որտև դու ստեղ ես։ Ամեն։ Հալելույա։ Շատ հավես է։ Ես շնորհակալ եմ Հովիվ Տիգրանին այս պատվի, այս արտոնության համար, որ ես կարող եմ ծառայել նոր սերունդ եկեղեցում։ Ես հավատում եմ, որ մենք իրար հետ այսօր լավ տեղ կգնանք։ Հավատում ես դու։ Որ չես հավատում, գոնե սենց տակից ձեռքդ բարձրացրա։ Դուխ տուր ինձ, որ, հա։ Ես ուզում եմ, ես կարճ ուղերձ ունեմ թիմին, ովքեր ծառայում են Հովվի հետ։ Ուղղակի ձեր ձեռքերը բարձրացրեք, թիմ, ծառայողներ։ Դուք ճիշտ տեղում եք։ Գիտեք ինչի Գեդեոնի կողքը 30,000-ից մնաց 300 հոգի։ Որտև այդ 300-ը այն մարդիկ էին, ովքեր խնդիր չունեին կոտրելու իրենց սափորները, փչելու իրենց փողերը ու գոռալու Տիրոջ զորությունը ու Գեդեոնի սուրը։ Մենք լիքը քարոզներ ունենք, ինչի գնացին, հա, ոմանք սենց էին ջուր խմում, ոմանք նենց էին ջուր խմում։ Մնաց 300 հոգի, ովքեր խնդիր չունեին աղաղակելու Տիրոջ զորությունը ու Գեդեոնի սուրը, բա իմ սուրը։ Մնացած ասում են, բա իմ սուրը, բա իմ պարգևը։ Ես փառք եմ տալիս Աստծուն քո համար, որ այսօր Հովվիդ կողքին ես ու իրար հետ կառուցում եք արքայությունը։ Ու եթե քո մեջ բա իմ սուրի հարցն է, ես այսօր ուզում եմ արձակեմ։ Աստված կանչում է սովորական հասարակ մարդկանց, օծում է, որպեսզի իրանք առաջնորդեն իր ժողովրդին։ Ու այսօր ես հավատում եմ, որ դու մեկն ես թիմ, որ կարող ես ասել Տիրոջ զորությունը ու Հովիվ Տիգրանի սուրը։ Ու դուք իրար հետ շատերին եք հասնելու։ Դուք իրար հետ ջախջախելու եք փղշտացիների բանակը։ Դուք իրար հետ քանդելու եք ցանկացած կրոնական կարծրատիպ ու կառուցեք արքայությունը Հայաստանում։ Հալելույա, ամեն։ Այսօր վայելում է ձեր փառաբանությունը։ Խոսքեր չունեմ, անանուրա, խոսքեր չունեմ, գնացել է հանգստանա, ապրես։ Գիտեք, երբ որ տեսնում ես եկեղեցի, որ կարծրատիպերը քանդում, հավեսա վայելում ես, թե խոսքի մեջ, թե երկրպագության, թե ձևի մեջ, նստած, վայելում է Աստծու ներկայությունը, հասկանում է, որ սա եկեղեցի է նոր սերունդը, որ քանդել է կարծրատիպեր, կառուցելով արքայությունը ու շարունակելու է։ Ամեն։ Հալելույա։ Ոչինչ, որ ես թե եմ սիրում, ջուր չեմ սիրում, հա։ Շատ լավ։
այսօր մենք այսօր ես երկու բանից եմ խոսելու։ Այսօր ոչ թե ուզում եմ քարոզեմ կամ սովորեցնեմ, մենք ձեր հովվի հետ բավական մտերիմ ենք, ընկերություն ենք անում, նենց որ այն ինչ որ ինքը սովորացրել է, ես հաստատ ոչ մի բան չունեմ դրանից, ոչ ավել սովորացնելու, ոչ դրան հավասար նույնիսկ, հա, բայց ես ուզում եմ այսօր մի բան արձակեմ իմ հոգուց։ Ես հավատում եմ, որ այսօրվա ծառայությունը կլինի մարգարեական։ Ես գիտեմ, որ դուք բաց եք, այն որ ռիբակա վիձից դալիկա, խարիզմատը վիձից դալիկա։ Ես գիտեմ, որ դուք բաց եք բոլոր պարգևների համար։ Ու ես այսօր ինչ որ Տերը դրել է իմ հոգու մեջ, քո համար, ես այսօր արձակելու եմ դա։ Ամեն։ Ու ես այսօր արձակելու եմ երկու բան, ուզում եմ, որ ուզում եմ պատմեմ Տերը ինչ է անելու այսօր։ Ուզում եմ ասեմ Տերը ինչ անելու, ոչ թե քարոզեմ, ոչ թե սովորեցնեմ, այլ ասեմ Տերը ինչ անելու։ Առաջինը Տերը այսօր քեզ տալու է նոր երգ։ Երկրորդը Տերը այսօր քեզ տալու է նոր տեսողություն։ Հալելույա։ Արդարի բնակարանում ուրախության ձայն կա։ Ամեն։ Հալելույա։ Այսօր մենք ուրախ ենք լինելու։ Այսօր մենք մի քիչ հայերեն, ոչ հայերեն բառ ասեմ, բայց բոլորս հասկանում, մի քիչ շուխուր ենք անելու։ Հալելույա։ Աղմկոտ ենք լինելու։ Օ, մեր կաթոլիկ եկեղեցում աղմկոտ չեն։ Չէ, մենք այսօր մի քիչ աղմկելու ենք իրար հետ, մանավանդ վերջում, ամեն, հալելույա, աղոթենք կարճ, Տեր Հիսուս, շնորհակալություն քեզ մեր Տեր, Աստծո հոգի շնորհակալություն, որ դու շարժվում ես քո տան մեջ, շնորհակալություն, որ ամեն անգամ դու նոր ես անում ինչ-որ բան, շնորհակալություն, որ դու միշտ ունես նորը, թարմը, շնորհակալություն քո տան համար Տեր, շնորհակալություն քո եկեղեցու համար Տեր, շնորհակալություն քո գեղեցիկ հարսի համար Տեր, ով հաղթել է ու գնում է հաղթելու, աղոթում ու խնդրում եմ Տեր, որ այսօր շարժվես քո տան մեջ, որ այսօր ամեն մեկին տաս նոր երգ, որ այսօր ամեն մեկին տաս նոր տեսողություն, մեր փառավոր Հիսուսի անունով, ամեն, հալելույա, փառք մեր Տիրոջը, ամեն, արդեն հասկանում ենք իրար, վсё, գիծը բռնել ենք, մի գծի վրա ենք, հալելույա, շատ լավ, մենք ամեն մեկս ունենք երգ, մենք իհարկե շատ ենք ասում, Տերը նոր երգ է տալու, մենք նոր երգ ենք երգելու, ես այսօր չեմ խոսում փառաբանության երգի մասին, ես այսօր ուզում եմ խոսեմ քո կյանքի երգի մասին, ամեն մեկս երգ ունենք, ամեն մեկս մի երգ երգում ենք, ինչ որ մեկը երգում է, 40 տարեկան եմ տենց էլ չամուսնացա, ու դու դաժե պետք չի դու իրան լսես, դու նայում ես այդ երգը մեկը ինքը ավտոմատ, ինքը առանց բառերի է երգում նույնիսկ։ Ինչ որ մեկը երգում է իր հիվանդության մասին, որ այդպես էլ չբժշկվեց։ Ինչ որ մեկը երգում է իր դժվարությունների մասին, որ իրան չեն հասկանում։ Ամեն մեկս մի երգ ունենք, սիրելիներս։ Բայց այսօր եթե թույլ տաս, եթե բացես քո սիրտը ու թույլ տաս, Տերը քո ներսում նոր երգ է դնելու։ Ինչ որ մեկը երգ ունի իր աղքատության մասին, ինչ որ մեկը երգ ունի իր մենակության մասին, իր դժվարությունների մասին։ Բայց այն երգերը, որ մենք ունենք մեր կյանքում, երբ որ մենք երգում ենք այս երգը մեզ չի հանում այն տեղից, որտեղ որ մենք հայտնվել ենք։ Օրինակ, եթե դու փոսի մեջ ես ու երգում ես փոսի մասին, այդ քեզ փոսից չի հանելու։
Հասկանում եք։ Եթե դու հիվանդ ես, դու երգում ես հիվանդության մասին, այդ քեզ հակառակը պահում է հիվանդ։ Եկեք իրար հետ հավաքվենք, ուսումնասիրենք այս հիվանդությունից քանի հոգի է մահացել։ Ամեն տարի այսքան մարդ է մահանում։ Եկեք ուսումնասիրենք դեղերը։ Գիտեք ինչի Հովսեփը հայտնվեց փոսի մեջ։ Որտեվ փոսի մեջ մի տեղ կա նայելու։ Բայց ցավոք սրտի սիրելիներս, մենք, ես, ձեր մոտ տենց չի, գիտեմ, ես մեր մասին եմ քարոզում, մեր եկեղեցու մասին եմ, իմ մասին եմ քարոզելու, դուք ինչ վերցնեք, վերցնեք։ Ձեր մոտ տենց չի, բայց մենք մեր մոտ Էրեբունում մարդիկ մեկ-մեկ փոսի մեջ վերև չեն կարողանում նայեն։ Ձեր մոտ տենց չի։ Ու մենք իրականում ամեն մեկս մի երգ ունենք։ Ամեն մեկս գալիս ենք եկեղեցի մի երգով։ Ու ցավոք սրտի լինելով Աստծո տան մեջ, մեզանից ոմանց մեջ այս երգը այնքան է նստած, որ մենք ունենք Հիսուսին մեր կյանքում, մեր փրկչին, բայց մենք մեր երգը չենք փոխում։ Մենք հայրով ինչ երգ ունենք։ Ախ, մեր սիրտը լիքը դարձավ, որ ու արև չտեսանք։ Մեր երգը մեր դժվարությունների մասին է։ Ու երբ որ մերոնք, մեր աղջիկները եկեղեցու մի քանի հոգով հավաքվում են, ձեր մոտ տենց չի, ձեր մոտ հենց հավաքվում են սուրճ խմելու, Աստծո խոսքից են խոսում, միայն։ Բայց մեր մոտ մարդիկ կան ախր թարսի պես, որ հավաքվում են սուրճ խմելու, սկսում են իրանց երգը երգել։ Բայց ձեր մոտ տենց չի, ես գիտեմ։ Ու մեկը երգում է, թե իր ամուսինը ինչքան վատն է, չի ապաշխարում։ Այն մյուսը երգում է, որ փող չունի, այն մյուսը երգում է իր ոտքի ցավի մասին։ Ինձ հասկանում եք, չէ՞։ Ես հիմա չեմ խոսում երգելու մասին։ Ես մեր կյանքի, մեր ինչա քո ներսից դուրս գալիս, մարդը որ քեզ տեսնում է, ինչա լսում։ Ու ցավոք սրտի մերոնք երբեմն երգում են, ու այդ երգը իրանց խնդիրների ու դժվարությունների մասին է։ Եթե ձեր մեջ էլ տենց մարդիկ կան, այսօր Տերը ձեզ նոր երգ է տալու։ Դուք ասես ինչ երգ, այդ երգը ինչի մասին է լինելու։ Իր մեծության։ Քանի դեռ մեր երգը մեր խնդիրների ու դժվարությունների մասին է, մենք դուրս չենք գա այդ խնդիրներից ու դժվարություններից։ Մեզ պետք է նոր երգ դժվարությունների մեջ։ Նոր երգ, որը որ Աստծո մեծության մասին է։ Հալելույա։ Հալելույա։ Գիտեք, մենք բոլորս գիտենք, որ արևը մեր երկիր մոլորակից միլիոնավոր անգամ մեծ է։ Բայց երբ որ դու ինչ որ բան 10 դրամը շատ ես մոտեցնում աչքիդ, ինքը փակում է արևը։ Հաճախ մենք այնքան ենք մոտեցնում մեր խնդիրները մեզ, որ իրանք փակում են Աստծո մեծությունը։ Ու մենք հաճախ խնդրի մեծությունը ավելի ենք տեսնում, քան ամենակարող Աստծուն։ Հիմա պատկերացրեք, Աստծո խոսքը ասում է, Աստված իր ափով չափում է տեզերքը։ Պատկերացրեք, այս ամբողջ տեզերքն է իր բոլոր գալակտիկաներով, Աստծո մեծությունը։ Աստված իր ափով չափում է, դա նշանակում է ամբողջ տեզերքը իր բոլոր գալակտիկաներով ավելի փոքր է, քան Աստծո ափը։ Հա, ոչ թե Աստված երկնքում նստած փոքր պապիկ է, այլ ամեն բան, որ ինքը արարել է, ամեն բան, ինքը այդ ամեն բանից մեծ է։ Երրորդ երկինքը, երկրորդ գալակտիկաները, երկիր Աստված ավելին է, քան այն ինչ որ ինքը արարել է։ Աստված ոչ թե իրանից մեծ բան է արարել, այլ ինքը ավելին է իր արարվածից։
Ու հիմա Աստված չափում է այս գալակտիկաները, միլիոնավոր գալակտիկաներ, ու դրա մեջ մի հատ փոքր մեր գալակտիկան։ Արդեն ափի մեջ չի էլ երևում։ Այդ փոքր գալակտիկայի մեջ մի հատ փոքր երկիր մոլորակ։ Այդ փոքր երկիր մոլորակի մեջ հավատացեք, մի հատ շատ փոքր Հայաստան, շատ փոքր Երևան ու դու քո փոքր խնդրով, որ այնքան ես մեծացրել, որ կարծես թե քո ամենակարող Աստված այդ խնդիրը չի կարա լուծի։ Ինչն է պատճառը, մեր երգը, մեր կենտրոնացումը։ Դավիթ թագավորը ասում է Սաղմոս 41-ից 5 խոսքերը։ Դժվարության մեջ Սավուղը հալածում է Դավիթին, ուզում է սպանի, պատկերացրեք։ Պուտինը ընկել է քո հետևից, ուզում է սպանի։ Չքաղաքականացնել, խնդրում եմ, ու դու փախել ես։ Ուրիշ մարդու անուն չեմ տալի, որ իմանաք, որ Սավուղը ուժեղ թագավոր էր, էլի, թուլիկ-մուլիկ մեկը չէր, դրա համար ուրիշ ոչ մեկի անունը չեմ տալիս։ Ուզում է սպանի, տանկերով, իր զորքով, դու փախել ես միտեղ, պաղկվել ես։ Դավիթի օրինակն է։ Ու Դավիթը ասում է 41-ը. Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը։ Այս աղաղակը, երբ որ Դավիթը աղաղակում էր, այս աղաղակը էր Տեր փրկի ինձ։ Սավուղը, երկրի թագավորը ընկել է իմ հետևից, ուզում է ինձ սպանի, վերացնի, Տեր փրկի ինձ։ Ու ասում է, սպասելով սպասեցի Տիրոջը եւ նա նայեց ու լսեց իմ աղաղակը, ինձ հանեց կորստի հորից, տիղմոտ ցեխից, ոտքերս կանգնեցրեց վեմի վրա եւ քայլվածքս հաստատուն դարձրեց եւ նոր երգ դրեց իմ բերանում, ու այդ նոր երգը մեր Աստծո օրհնությունն է։ Այս դժվարությունների մեջ Աստված ինձ նոր երգ տվեց, որը որ մեր Աստծո մասին է։ Սիրելի քույր եղբայր, ես այսօր ուզում եմ, որ ընդունես այն նոր երգը, որը որ Տերը տալիս է քեզ։ Ու միգուցե քեզ այսօր դժվար լինի պոկես քեզանից այն հին երգը, որը որ քո դժվարությունների մասին է։ Միգուցե այդ այնքան ես պտտել այդ պլաստինկեն ստեղ, որ արդեն աչքերդ բացում ես, մտածում ես դրա մասին, խնդիրների մասին, բայց այսօր Տերը մի բան է արձակելու քո կյանքի մեջ, որը որ ձուլելու իր ներկայության մեջ հալելույա այն հին երգը ու քեզ տալու է նոր երգ, որը որ իր փառահեղ Աստծու, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեծության մասին է։ Հալելույա։ Հալելույա։ Ամեն։ Հալելույա։ Ես ավելի ոգևորված եմ քարոզում, քան թե դուք լսում եք։ Ոչինչ, հեսա մի գծի վրա կընկնենք։ Հիշում եք Պողոսին ու Շիղային, Գործք առաքելոցում։ Չեմ հիշում, որ գլուխներ։ Ես բոլոր գլուխները անգիր չեմ հիշում։ Ձեր հովը լավ է դրանից։ Ուրեմն անմեղ տեղը այս տղերքին բռնե բանտարկել էին, Աստծո խոսք են քարոզում, անմեղ տեղը բռնե բանտարկել էին։ Այ Տեր ջան, ախր մենք ինչ ենք արել։ Կարա լիներ այս երգը։ Մենք քո խոսքն ենք քարոզել, բռնել են, բանտարկել են անմեղ տեղը, ոտերներս դրել են կոճղի մեջ։ Գիտեք, չէ՞ ոտերը կոճղի մեջ ինչ է նշանակում։ Կոճղը բացում են, ոտերները դնում են, որը որ ցավ է պատճառում։ Հա, բայց մենք ինչ ենք արել, մենք լավ բան ենք արել, մենք լավից բացի ոչ մի վատ բան չենք արել։ Բայց մի բան գիտեին Պողոսն ու Շիղան։ Ունեք, այս դժվարության մեջ բանտում իրանք մեղավոր չեն, ուղղակի իրանք կյանքը տենց է դասավորվել։
Հաճախ երբ որ ինչ-որ խնդիրներ ա լինում, մենք սկսում ենք մտածել, գցել բռնել, ինչ ենք արել, ոնց ենք արել, այս մեկի մոտ էս եղավ, տենաս ինչ մեղքագործ է, ժողովուրդ, աղբորպես։ Պողոսինի շիղային բանտ են գցել, տենաս ինչ մեղքագործ է, մարդիկ ընդամենը ավետարան են քարոզե հալածվել են։ Բայց Պողոսն ու շիղան բանտում ոչ թե երգում են իրանց երգը, թե իրանց ինչքան դժվար է, Աստծո ասում է ու երեկոյան Պողոսն ու շիղան օրհնում էին Աստծուն։ Փառաբանում էին այդ դժվարության մեջ։ Այս ինչ սիրտ է, որ դժվարության մեջ ոչ թե դժվարությունն է փառաբանում, ոչ թե խնդիրներն է բարձրացնում, ոչ թե պատմում է մարդկանց սատանան իրանց գլխին ինչ է արել, այլ երգում է իր Աստծո մեծության մասին։ Ու հանկարծ ասում է բոլոր բանտարկյալները ականջ էին դնում իրանց։ Մի հարց տամ ձեզ, կարաք տեղից պատասխանեք։ Երբ որ իրանց դժվարության մեջ Պողոսն ու շիղան Աստծուն էին փառաբանում, այդ բանտարկյալները, որ լսում էին իրանք ինչ էին լսում, թե ինչքան դժվար է Պողոսին, թե ինչքան մեծ է Աստված։ Առաջինը թե երկրորդը։ Վсё, իրար հետ ենք ծառայում, հալելույա, երկրորդը։ Ու գիտեք ինչ եղավ։ Ես ուզում եմ ձեզ բանալի տամ։ Հանկարծ բանտի դռները բացվեցին։ Ու վերջ։ Որտեղ էր լուծումը։ Երբ որ իմ դժվարության մեջ ես Աստծուն եմ փառաբանում։ Հին երգը կենտրոնացած է դժվարության ու խնդիրների վրա, ու դա քեզ պահելու է դժվարության ու խնդիրների մեջ։ Նոր երգը ինքը փառաբանում է մեր Աստծուն, անկախ նրանից դու ինչի միջով ես անցնում, կենտրոնացի Տիրոջ մեծության վրա։ Այս կյանքը այնպիսին է, որ ինքը սուրպրիզներ ունի քեզ։ Մեկ էլ առավոտ արդյանում ես ավտոդ խոտ չին գնում։ Դե իր տենաս ինչ մեղք եմ գործել, հայր մերը երեք չեմ ասե։ Սիրելիս, մեկը մեկի հետ կապ չունի, ավտոյա փչացել է, մի լարվի։ Ամեն, հալելույա։ Եկեք ընդունենք ես երգը, մենք վերջում ես կծառայեմ, կաղոթեմ ու կարծակեմ նոր երգը քո կյանքի մեջ, որ իր մեծության մասին է։ Ու ես հավատում եմ, որ այսօր դու ստեղից կգնաս ոչ թե հին երգով, այլ նոր երգով։ Ոչ թե այն երգով, որ ոչ ոք ինձ չի հասկանում, այ հովիվս տենաս չի տենում, որ կոշիկս ծակա, չէ, ստիս չի երևում, ախր դու միշտ վերջում ես նստում, սիրելի եղբայր։ Ես էլ որ ուզեմ ստեղից չեմ կարա տենամ, այլ Տերը կփոխի քո երգը, ու այդ երգը Տիրոջ մեծության մասին կլինի։ Իսկ երբ որ դու սկսես քո դժվարությունների մեջ երգել Տիրոջ մեծության մասին, երբ որ քեզ տեսնողը տեսնի, թե ինչքան մեծ Աստված, երբ որ քեզ լսողը ոչ թե լսի քո խնդիրների մասին, այլ Աստծո մեծության ու զորության մասին, քո խնդիրները արագ կփոխվեն։ Աստծո խոսքը մեզ չի սովորացնում, որ մենք դավանենք այն, ինչ որ թշնամին է անում մեր հետ։ Աստծո խոսքը մեզ սովորացնում է, որ մենք դավանենք թե ով Աստված, ով ենք մենք Քրիստոսում։ Մենք պիտի խոսենք իր մեծության մասին, մենք պիտի հռչակենք իր մեծության մասին ու խաչի վրա կատարված գործի հետևանքով մեր փոփոխության մասին։ Ես արդար եմ, ես սուրբ եմ, ես մեղավոր չեմ, ես հաղթող եմ, ես որդի եմ, ես որբ չեմ, ես պատկանում եմ իրան ոչ միայն նրա համար, որ ինքը ինձ որդեգրել է, այլ ինքը ինձ տվել է իր գենը ու ինձ ծնել է իր գենով։ Հալելույա։ Հալելույա։
Երբ որ ես հասկանում եմ իմ պատկանելիությունը, որ ես որբ չեմ, ես հիմա քարոզում եմ ինչ որ մեր մոտ պիտի քարոզեմ, չգիտեմ ինչի տենց բլավնի գնացի այնտեղ։ Այլ ես որդի եմ, իմ պատկանելիության մեջ ես հասկանում եմ, որ ինքը ինձ հոգ է տանում։ Ինքն է իմ Տերը։ Ցավոք սրտի այսօր շատ հոգևորներ ունենալով Տեր որբի պես են ապրում։ Նոր երգը պատկանելության մասին է։ Ինքը իմ Տերն է։ Աստված է ինձ տանում, ես իրան եմ պատկանում, ես ինձ չեմ պատկանում։ Ես պատկանում եմ մեկին, ով արարել է ամեն բան։ Հալելույա։ Ես իմ աղջկան սովորացրել եմ, ասել եմ, երբ որ հավաքվում եք, ինչ որ մեկը դասարանով կամ ձեր ընկերներով, ինչ որ մեկը ասում է, ես դատախազի աղջիկ եմ, այն մեկը ասում է, իսկ իմ պապան ոստիկանության պետ է, այն մեկը ասում է, իսկ իմ պապան միլ պետ է օրինակի համար, դու էլ ասա, իսկ իմ պապան ամենակարող Աստված է, ով ստեղծել է ամեն բան, ու ինքը իմ պապան է, հալելույա։ Երկրորդ բանը, սիրելիներս, նոր տեսողություն, նոր կենտրոնացում, առաջինը Աստված քեզ նոր երգ է տալու, երկրորդը Տերը քեզ նոր տեսողություն է տալիս, նոր կենտրոնացում է տալիս։ Եկեք հետ գնանք, հետո կգանք ստեղ, նայեք, առաջի Կորինթացիս 3:22, երբ որ խոսքը գնում է հին երգի մասին, հին երգը իմ անցյալի մասին է։ Բայց ես ուզում եմ մի խոսք կարդամ, առաջի Կորինթացիս 3:22, թե Պողոսը, թե Ապողոսը, թե Կեփասը, Կեփասը Պետրոսն է, թե աշխարհը, թե կյանքը, թե մահը, թե ներկան, թե ապագան, ամեն բան ձերն է, դու Քրիստոսինը, Քրիստոսը Աստծունը։ Թե կյանքը, թե մահը, թե ներկա բաները, թե գալու բաները, այնտեղ մի բան Պողոսը բաց է թողել։ Կամ նպատակով է բաց թողել, կամ վրիպել է։ Մենք հավատում ենք, որ Աստվածաշնչում վրիպակ չկա։ Այնտեղ անցյալ չկա, ժողովուրդ։ Մերն է, թե կյանքը, թե մահը մերն է, թե ներկան, թե ապագան մերն է, բայց անցյալը մերը չի, քո անցյալը քոնը չի, քո անցյալի երգը այլևս քոնը չի, Տերը ունի երգ քո համար, որը որ այսօրվա քո ներկայի մասին է, թե ով ես դու Քրիստոսում, ու քո ապագայի մասին է, թե ուր ես գնում Քրիստոսի մեջ, քո տան մեջ, քո եկեղեցում ծառայելով ամենակարող Աստծուն։ Հալելույա։ Երկրորդը նոր կենտրոնացում ու նոր տեսողություն։ Հովհաննես 3:14։ Մենք Հովհաննես 3:16-ը անգիր գիտենք, չէ՞, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այսինքն վերջնական նպատակը, որ Հայրը տվեց իր որդուն, մեր համար սա մեր հավիտենական կյանքն է։ Այսինքն Հիսուսը եկավ, Տեր Հիսուսը, որպեսզի ինձ ու քեզ փոխանցի հավիտենական կյանքը։ Այդպես է թե չէ։ Հիմա իր մոտ ստացվեց, թե չստացվեց, ստացվեց, դա նշանակում է, այն խոսքը, որ Տեր Հիսուս ասում է, ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի, ոչ թե կունենա, այլ ունի, ես հիմա, դու հիմա, մենք հիմա երկրի վրա արդեն ապրում ենք հավիտենական կյանքը, ոչ թե դա սկսվում է երկնքից, դա սկսվել է հիմա, ինձ ունեցողը հավիտենական կյանք ունի, բայց մինչև հավիտենական կյանքը դա զոյե բառն է, զոյե կյանքն է, որով ապրում է Աստված։ Ու Հիսուսը եկավ ու փոխանցեց մեզ հավիտենական կյանքը իր արյան միջոցով։ Կյանքը արյան մեջ է, խաչի վրա իր արյունը թափեց ու հավիտենական կյանքը մեզ փոխանցեց իր արյան միջոցով։ Բայց մինչև 16-ը Հովհաննես 3:14, Աստծո խոսքը տեսեք ինչ ասում, ասում է ինչպես Մովսեսը անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա։
Ով է հիշում անապատի պատմությունը, որ օձերը գծեցին, եղավ տրտունջ, եղավ մեղք, միշտ հիշեք, տրտունջը դա մեղք Աստծու դեմ, կապ չունի դու ինչի ես տրտնջում, տրտունջը դա մեղք Աստծու դեմ, օձեր եկան գծեցին, եթե չեմ սխալվում, մոտ 20,000 հոգի մահացավ, եթե չեմ սխալվում, կարող է խառնեմ թվերը, հետո չքարկոծեք, վերջում շուտ կգնան, որ չհասցնեք խփեք, կարող է 20 չէր 22 էր, չքարկոծեք, ունեք Աստված Մովսեսը աղոթում է ասում, նայեք Աստված ինչ է ասում Մովսեսին, ասում է մի հատ պղնձի օձ սարքի ու դիր բարձր տեղ 3 միլիոն ժողովուրդ էին, հայերի չափ, հիմի ինչքան Հայաստանում ապրում է, այդքան մարդ կար անապատում, Մովսեսը մեծ առաջնորդ է եղել ժողովուրդ, ու դիր բարձր տեղ ու ամեն այդ օձին նայողը կփրկվի, չի մահանա, ու հետո Տերը շարունակում ասում է, ինչպես Մովսեսը անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա։ Հիմա երբ որ օձը ինձ գծում է, էլի ձեր մոտ տենց չի, մեր մոտ ընդեղ, մեր մոտ է տենց։ Ինձ ախար իմ հայրը, իմ պապը, մեր բժշկությունը սովորացրել է, որ ես կենտրոնանամ այդ գծածի վրա։ Կտրեմ, ժգուտ դնեմ, քաշեմ, թքեմ, որ չմահանամ։ Աստված մի բան ասում, ասում է, դա չի աշխատելու, դու կմեռնես տենց։ Բա ինչ, ասում է, երբ որ քեզ օձը գծում է, նայի պղնձի օձին։ Բայց դժվար է։ Բայց տենց Աստված է ասում։ Նկարիչներից մեկը մի նկար ունի, չգիտեմ ով է նկարել, միգուցե Դա Վինչին է։ Մենակ իր անունը գիտեմ, լավ նկարիչներից։ Ասեմ Բալքեն բռնի։ Նկարել է, բռնեց, չբռնեց էլի, շուտ կհելնեմ, որ չքարկոծեք։ Վերջում ինչ լինի։ Տղերքից մեկին կթողենք քարերի համար, վերջում իրա։ Պղնձի օձը մոր գրկում նորածին երեխա, օձը գծած, կախված ձեռքից, ու մայրը լացելով այդ երեխայի աչքերը պտտում է կծածից ցավից դեպի պղնձի օձը։ Օձը սատանան է, գծածը մեղքը։ Ու Տեր Հիսուսը ասում է, ինչպես Մովսեսը անապատում օձը բարձրացրեց պղնձի, որ ամեն նրան նայողը չմեռնի, այդպես էլ մարդի որդին է բարձրանալու։ Այսօր մեր կենտրոնացումը որտեղ է, սիրելիներս, մեր մեղքերի վրա, թե խաչի վրա։ Այսօր մենք ինչի վրա ենք կենտրոնանում, եկեք հավաքվենք կենտրոնանանք մեր մեղքերի վրա, թե կենտրոնանանք խաչի վրա, որից որ բխում է մեր մեղքերի լուծումը։ Մի օր առավոտյան աղոթում էի, այն ժամանակ Եղեգնաձորում էի ծառայում, աղոթում էի, ասում էի, Տեր, քո ժողովուրդը շատ վերքեր ունի։ Աստված խոսեց, չթողեց նույնիսկ շարունակեմ, չթողեց։ Ասեց իմ ժողովրդի խնդիրը այն է, որ իրանք կենտրոնացել են իրանց վերքերի վրա։ Քո հին երգը բխում է քո վերքերից, իսկ քո անցյալը այլևս քոնը չի, սիրելիս։ Եկեք այսօր կենտրոնանանք իր վերքերի վրա, որից բխում է մեր վերքերի բժշկությունը։ Մենք այնքան ենք կենտրոնանում մեր վերքերի վրա, մեր մեղքերի վրա, որ չենք դադարում դրանց հետ համագործակցելուց։ Այսօր Աստված քեզ տալու է նոր տեսողություն, նոր կենտրոնացում Քրիստոսի վրա, կենտրոնացում խաչի վրա։ Թշնամին ինքը չունի քո վրա ոչ մի զորություն, եթե սատանան քո վրա զորություն ունենար, ինքը կստիպեր, որ դու մեղք գործես, բայց քանի որ ինքը չունի քո վրա ոչ մի զորություն, ինքը քեզ գայթակղում է, որ դու մեղք գործես։ Հեն պատկերացրեք, ստեղ թշնամին քեզ գայթակղում է, որ դու մեղք գործես, ու հանկարծ սխալվեցիր։ Երկրորդ բանը գալիս է ականջիդ վերջ, դու արդեն կեղտոտ ես։ Գնա միտեղ մաքրվի, հերու միտեղ,
գնա մաքրվի, սրբվի, Աստված սուրբ է, դու արդեն կեղտոտ ես, դա սուտ է, ես ուզում եմ բացահայտեմ այսօր թշնամու սուտը, գնա միտեղ մաքրվի, հետո նոր կգաս Աստծու մոտ, որտեղ մաքրվես, արյունն էլ է իրա մոտ, խոսքն էլ է իրանը, ներկայությունն էլ է իրանը, եթե սխալվել ու սայթակել ես, ամենալավ տեղը, որտեղ քեզ պիտի գցես, դա Աստծո գիրկն է, դա Աստծո գիրկն է, դա սիրո խոր գիրկն է, ով քեզ սպասում է ու չի դատապարտում, այլ քեզ ընդունում է, փոխում է ու սիրում է, հալելույա, այդպիսին է մեր Տերը, ես չգիտեմ քո մոտ եղել է թե չէ, բայց նույն հարցի մեջ 76-րդ անգամ սայթակելուց հետո արդեն քեզ կեղտոտ զգալուց, երբ որ դու գալիս ես իրա մոտ, ոչ թե ծածկում ես մեղքը իրանից, այլ բերում ես իր առաջ, ինքը քեզ նենց է ընդունում, որ դու զարմանում ես, սիրող հայրը անառակ որդուն նենց ընդունեց, որ անառակ որդու մոտ այստեղ կախեց, սիրելիս, այսօր թող քո կենտրոնացումը քո մեղքերից, վերցվի, թույլ տուր, որ Տերը դա անի ու դնի Քրիստոսի կատարած գործի վրա, հիշում եք շնության մեջ բռնված կինը, 8-րդ գլուխ Հովհաննես, ես ավարտում եմ, ունեմ 5 րոպե, հա, ընդից 10 են ասում, կամ ասում դու լավ ես քարոզում 10-ից 10 ենք դնում, կամ 10 րոպե ասում, հլը չեմ, հեսա վերջում կհասկանաք, կին, որ արդեն տրորված է մեղքից, մարդիկ, ովքեր վերցրել են քարեր, որ քարկոծեն, ինչի, որտև տեսում են միայն մեղքը, Փարիսեցիները կռանում են, որպեսզի քար վերցնեն, երբ որ մեղք են տեսնում, Հիսուսը կռանում է, որպեսզի բարձրացնի ընկածեն, սա շատ կարևոր է, երբ որ ես տեսնում եմ միայն մեղք, ես կսպանեմ, երբ որ ես նայում եմ ավելի խորը, քան այդ մեղքն է, տեսնում եմ ներսի խնդիրը, ներսի ցավը, ներսի վիշտը, որը որ ծնել է այդ մեղքը, ես ուզում եմ օգնեմ, դադարեք կենտրոնանալ մարդկանց մեղքերի վրա, սիրելի ծառայողներ, դադարեք կենտրոնանալ մարդկանց մեղքերի վրա, տեսեք մարդկանց մեջ նոր արարած, Աստծո խոսքը ասում է, որ մենք այլևս իրար մարմնով չենք ճանաչում, նույնիսկ Քրիստոսին մարմնով չենք ճանաչում, դադարեք տեսնել մեղք, տեսեք այն խնդիրը, որը որ ծնել է այդ մեղքը, օգնեք, որպեսզի մարդիկ ազատվեն, մեր այսօրվա եկեղեցու խնդիրը, մեր եկեղեցու, ձեր մոտ չկա տենց բան, այնա, որ նայելով իրար մեղք են տեսնում, դու գիտես ինքը ինչ արե հովիվ, հա իմ երեխեն է, բա ինքը ինչ արե, այն էլ է իմ երեխեն, մեզ ավելի շատ վնաս են տալիս մեր երեխեքը, քո հարևանի երեխեն քո ձեռքին ոչ չիշիկ արե, ոչ քո հեռախոսն է կոտրել, ոչ քո վազն է կոտրել, ոչ քո աստվածաշունչն է ճղե, տենց է թե չէ, ով է էդի անում, քո երեխեն, իմ պլանշետը իմ երեխեն է կոտրում, իմ հեռախոսը իմ երեխեն է կոտրում, բայց ես իրան սիրում եմ ավելի շատ, քան հարևան երեխան, որտև իմն է, սիրելիներս դուք ստեղ մի ընտանիք եք, ստեղ խալխ չկա, նույնիսկ մենք յուր չենք, մենք ես ընտանիքի անդամն ենք, երկնքում չի լինելու, կյանքի խոսք, նոր սերունդ, էլ հոգեկան հստական, երկնքում լինելու է Քրիստոսի հարս, մենք մի ընտանիք ենք, ու երբ որ դու տեսնում ես քո կողքինին, որպես քո քույր ու եղբայր, դու նայում ես ավելի խորը, քան իր գործերը, ու դու ուզում ես օգնես իրան, ծառայես իրան, հալելույա,
մի խոսք էլ կարդամ, ինձ ինչ որ մեկը կօգնի, ախ, երկու սիրուն տղա քարոզում ենք, նվագում ենք։ Փիլիմոն 1:6, սա շատ կարևոր խոսք է։ Մենք այնքան ենք սովորել կենտրոնանալ մեր ներսի խնդիրների վրա, որից որ ծնվել է հին երգը, որը մեզ կենտրոնացրել է մեր թերությունների վրա, որ մենք դադարել ենք կենտրոնանանք Տիրոջ վրա, խաչի վրա, հոր հետ փոխհարաբերության վրա։ Սիրելիներս, Աստված սիրող Հայրը, ես գիտեմ, որ ձեր հովը ձեզ շատ է ասել, բայց հազիվ ոտս ընկել է, ուզում եմ ես էլ ասեմ, Աստված սիրող Հայրը, Աստված սիրող Հայրը, Աստված դաժան դատավոր չի, համենայն դեպս քո համար։ Սատանան 6000 տարի փորձել է սիրող հոր կերպարը, այլանդակի աղավաղի, Աստված սիրող Հայրը, ինքը սիրում է քեզ անսահման սիրով, այդ սերը քո գործերից չի, այդ սերը դու չես կարող վաստակես, այդ սերը քո շատ կարդալուց չի, քո լավ երգելուց չի, դա իրա որոշումն է, դա իրա բնույթից է, ինքն է որոշե քեզ սիրի, ինքն է քեզ ընտրել, դու չես կարող ոչինչ անես, որ այդ սիրո վրա ավելացնես, մի փորձի ուղղակի վայելի այդ սերը, դու չես կարող ոչինչ անես, որ այդ սերը պակասի, մի փորձի ուղղակի վայելի այդ սերը, այսօր նաև լուծվելու որոշներիդ կյանքից որբության հարցը, երբ որ մենք ասում ենք Հայր, մեր պատկերացումը գնում է մեր ֆիզիկական հոր վրա, ինչ որ մեկի հայրը դաժան է եղել, խիստ է եղել, ծեծել է, ու մենք մտածում ենք Աստված տենց է, ինչ որ մեկի հայրը բացակայ է եղել, բացակա չի եղել, դու ծնվել ես հայրը չկա, ու դու մտածում ես Աստված բացակայ է, կամ եղել է ու չի եղել, ինքը տանն է եղել, հեռախոսի մեջ, թերթի մեջ, ու դու մտածում ես մեր Աստված էլ է տենց, միշտ բացակայ է։ Ես ուզում եմ ասեմ, սիրելի քույրեր, Աստված հետաքրքրված է ձեր մազերի գույնով, ձեր մանիկյուրով, ձեր մակիաժով, ձեր ուտելով, սիրելի եղբայրներ, Աստված հետաքրքրված է ամեն ինչով, ինքը սիրող Հայր է, ինքը հոգատար է, ինքը բացակա չի, ինքը միշտ ներկա է, ինքը քո կյանքի ոչ մի վայրկյան երբեք բացակա չի եղել, ինչ որ մեկը ունեցել է կրոնական հայր, ով ամեն սխալի համար ծեծել է իրան, Աստված տենց չի, Աստված քո ու իմ սխալների համար արդեն Հիսուսին է պատժել, Աստված քո ու իմ սխալների համար արդեն Հիսուսին է պատժել, դու կարիք չունես նույն բանի համար պատժվես, դու կարիք ունես ընդունես իր սերը, կապ չունի դու ինչ հայր ես ունեցել, մի համեմատիր Աստծուն, ինքը ուրիշ է, ինքը ավելին է, ինքը ավելին է, քան մենք, քան մեր երկրային հայրերը, հալելույա, այսօր Աստված լուծելու է նաև ոչ մեն հին երգի, հին կենտրոնացման, այլ նաև որոշներիս համար, մենակության ու որբության հարցը, նայեք ինչ է ասում Աստծու խոսքը, Փիլիմոն 1:6, թող քո հաղորդակցությունը հավատքին գործուն լինի բոլոր բարիքների ճանաչման մեջ, որ ձեր մեջ են Հիսուս Քրիստոսով, թող քո հաղորդակցությունը հավատքին գործուն լինի, հավատքը աշխատում է, ոչ թե նրա վրա, որ դու ճանաչում ես քո խնդիրներն ու մեղքերը, հավատքը գործում է, ոչ թե նրա վրա, որ դու անցնում ես քո ներս, տեսնելով քո խնդիրներն ու մեղքերը, այլ հավատքը աշխատում է, երբ որ դու անցնում ես քո ներս, տեսնելով բոլոր այն բարիքները, որ Հիսուս Քրիստոսով քո մեջ են, քո ներսում անծայրածիր բարիքներ կան, քո ներսում զորություն կա,
որ Քրիստոսին հարություն է տվել։ Դու կասես ո՞նց։ Սուրբ Հոգին քո ներսում է։ Ուզում եմ հասկանաս, Հիսուսը մահացած, դժոխքում է, մարմինը գերեզմանում, հոգին դժոխքում։ Չէ, 3 օր գնաց Պետրոս առաքել ասում է։ Սատանան ու իր ողջ զորությունը կանգնել է, որ պահի, որ Հիսուսը հարություն չառնի։ Աստծո խոսքը ասում է, ու Սուրբ Հոգին իջավ ու մեռելներից հարություն տվեց Հիսուսը։ Սա նշանակում է Սուրբ Հոգու զորությունը ավելին է, քան ողջ դժոխքի զորությունը։ Ուր է Սուրբ Հոգին քո մեջ։ Քո մեջ զորություն կա։ Իմ բառերով եմ ուզում ասեմ, որ 2000 տարի առաջ ծալել է դժոխքին, հաղթել է դժոխքին։ Էլ ինչ կա քո մեջ։ Արդարություն։ Դու արդար ես։ Դու ճանաչվել ես արդար։ Դատավորը 2000 տարի առաջ, երբ որ քո գործը պիտի քններ, քննել է քո գործը, մուրճը խփել է ու ասել է իր վրա մեղադրանք չկա։ Դու արդար ես, քո վրա չկա մեղադրանք։ Բա ուր է այդ մեղադրանքը։ Հիսուսի վրա։ Հիսուսի վրա։ Էլ ինչ կա քո ներսում։ Դու սուրբ ես։ Սուրբը իր բնույթն է քեզ տվել։ Սրբությունը սա բնույթ է։ Սա գործ չի, սա բնույթ է։ Ուզում եմ բացատրեմ։ Երբ որ դու աշխարհում լիքը սուրբ գործեր ես անում, դու սուրբ ես դառնում։ Իհարկե ոչ։ Ինչպես դու դարձար սուրբ։ Ընդունելով Սուրբին քո կյանքի մեջ, ընդունելով Սուրբի բնույթը։ Հալելույա։ Ու մենք էլի շատ բարիքներ ունենք, Աստծո սերը, որ քո սրտում է սփռված, ուրախությունը, որ Հիսուսը քեզ թողել է, ճանաչեք ձեր ներսի բարիքները։ Ձեր հավատքը այդպես է աշխատում։ Հալելույա։ Աղոթենք իրար այդ սիրելի եկեղեցի։ Եթե ինչ-որ մեկին նեղացրեցի, ես ներողություն եմ խնդրում։ Եթե ինչ-որ բան ասեցի, որ միգուցե պիտի չասե, ես ներողություն եմ խնդրում։ Միգուցե դու ուրիշ ձև ես պատկերացրել ասում, ես մի քիչ ուրիշ ձև ներկայացրեցի։ Միգուցե դու քո ամբողջ կյանքդ կենտրոնացել ես քո մեղքերի վրա, որպեսզի ջանքով Հիսուսը խաչի վրա ինչ արեց։ Եսայի մարգարեն 53:6 ասում է, եւ Աստված, ուզում եմ այս խոսքը արձակեմ, եւ Աստված մեր բոլոր անօրենությունները դրեց նրա վրա։ Մեր մեջ կան մաթեմատիկներ, ով մաթեմատիկայից մի քիչ լավ է, կա։ Всё, իրար հետ ենք ծառայում։ Բոլոր անօրենությունը ինչքան է բոլոր մեղքը 100% թե 80։ 100։ Հիմա Եսայի մարգարեն ասում է, որ Աստված մեր 100% մեղքն ու անօրենությունը դրել է Հիսուսի վրա։ Տենց է թե չէ։ Ճիշտ եմ ասում, ճիշտ եմ հիշում։ Այս հարցից չպատասխանեք, կգնաք կմտածեք։ Բայց եթե 100% Հիսուսի վրա, բա ձեզ ինչքան մնաց։ Մի պատասխանեք, ուղղակի մտածեք, ես ձեզ մտածելու տեղ եմ տալիս, բայց ձեզ ինչքան մնաց, մնաց ձեզ, չմնաց։ Եկեք իրար հետ աղոթք անենք, սիրելիներս։ Հալելույա, հալելույա Տեր, դու շարժվում ես քո տան մեջ, դու շարժվում ես քո տան մեջ, դու քո հարսին գեղեցիկ ես անում, նոր սերունդ, դու գեղեցիկ հարս ես, դու գեղեցիկ ես, վերջին օրերի եկեղեցին գեղեցիկ է, երբ որ ես կանգնած էի
ու սպասում էի Միլենին, իմ կնոջը, ես ամուսնացած եմ, 2 երեխա ունեմ։ Ու սպասում եմ, ես կանգնած սպասում եմ ամուսնությանը, որ ինքը գա ու Աստծո մարդը մեզ ամուսնացնի։ Ես չէի պատկերացնում, որ հիմա մեկը ճղճղած շորերով, հալածված, աշկի տակ կապույտ, ուշացած կգա, որտեվ դե գումար չկար, տրանսպորտով է եկել։ Մենք այդպիսի հարց չենք պատկերացրել, այդպես է, Քրիստոսն էլ այդպիսի հարց չի պատկերացնում։ Վերջին օրերի եկեղեցին գեղեցիկ հաղթական եկեղեցի է, բարգավաճող եկեղեցի է, հարուստ եկեղեցի է, եկեղեցի է, ով հաղթել է դժոխքի զորությանը, դևեր հանող, զորություն գործող եկեղեցի է։ Դրա համար եմ ասում, դու գեղեցիկ ես նոր սերունդ, դու փայլում ես, ու մենք այսօր ավելի ենք փայլելու իրար հետ։ Հալելույա, հալելույա Տեր, հալելույա, հալելույա։ Գիծը բռնել ենք մենք իրար հետ, հալելույա։ Այնքան սիրեցի ձեր փառաբանությունը, չեք պատկերացնում։ Կարող է նրանից է, որ ձեր հովին շատ եմ սիրում, կարող է դրանից է։ Մինչև չհրաժարվես հին երգից, տեղ չես ունենա նոր երգի համար։ Աստված նոր գինին նոր տիկի մեջ է լցնում, նոր երգն է նոր տիկի մեջ լցնում։ Ես ուզում եմ հիմա դու ու Տերը իրար հետ ժամանակ վերցնեք։ Ուղղակի հրաժարվի այդ հին երգից։ Այն հին երգից, որը որ քո խնդիրների մասին է։ Տեր Հիսուս, մենք քո առաջ ենք, մեր Տեր, մեր Թագավոր։ Այո, մենք քո առաջ ենք մեր հին երգով։ Ու ինչքան էլ ամոթ է, բայց դու ամեն օր լսել ես այդ երգով, մարդիկ նույնպես։ Բայց դու այսօր այստեղ ես Տեր, որպեսզի մեզ նոր երգ տաս։ Որպեսզի մեր թևերը բարձրացնես Տեր։ Դու ընկածին չես տրորում, դու կոտրվածին չես տրորում Տեր, այլ դու զորացնում ու բարձրացնում ես։ Ես այսօր հրաժարվում եմ իմ հին երգից, որը որ իմ դժվարությունների մասին է։ Ես այսօր հրաժարվում եմ, ես այսօր մի կողմ եմ դնում, ես այսօր որոշում եմ ընդունեմ նոր երգը, որը որ քո մեծության մասին է, որ իմ կյանքը ցույց կտա ոչ թե դժվարություններ, այլ քո մեծությունը։ Իմ կյանքը ցույց կտա ոչ թե տկար Աստծո, այլ փառահեղ Աստծո։ Հալելույա։ Տեր, նաև ես այսօր հրաժարվում եմ։ Եթե այսքան ժամանակ եղել է իմ կենտրոնացումը, իմ կողքինի մեղքերի վրա Տեր, ես այսօր ընդունում եմ նոր կենտրոնացում, քո խաչի վրա Տեր, տուր ինձ այսօր նոր տեսողություն Տեր, որ կարողանամ ամեն մեկի մեջ տեսնեմ նոր արարած, տուր ինձ այսօր նոր տեսողություն, որ իմ մեջ տեսնեմ նոր արարած, որ նայեմ իմ ներսում ու տեսնեմ ոչ թե խնդիր, այլ Քրիստոս իմ ներսում։ Սիրելիս, նոր ուխտի մեծագույն հայտնությունն ու խորհուրդը սա է, Քրիստոս ձեր մեջ։ Կորինթացիների թղթում Պողոս առաքյալը ասում է, կա մի խորհուրդ, որ Սատանան ու իր ծառաները չգիտեին, որ եթե իմանային իրանք փառքի Տիրոջը չէին խաչի։ Ասում է, այս աշխարհի իշխանները, Եփեսացիների 5-ում ասում է, այս աշխարհի իշխանը Սատանանն է։ Կամ իր խորհուրդ, որ Սատանան եթե իմանար Հիսուսին չէր խաչի։ Կողոսացիների 2-րդ գլխում ասում է, եւ այդ խորհուրդը էսա, որ հայտնվեց եկեղեցում, Քրիստոս ձեր մեջ։ Թշնամին լուծեց մի Քրիստոսի հարց խաչի վրա, բայց այսօր Քրիստոս ապրում ամեն մեկիդ մեջ։
Երբ որ նայում ես քեզ, տես Քրիստոսին, որ քո ներսում է։ Երբ որ նայում ես կողքինիդ, տես Քրիստոսին։ Երբ որ նայում ես կնոջդ ու ամուսնուդ, տես Քրիստոսին։ Ու հաստատ իմացի, երբ որ սատանան է նայում քեզ, ինքը տեսնում է Քրիստոսին, դրա համար է սարսափահար փախնում։ Հալելույա, 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 yeah, amen.